իշխանությունը կգործածվի հավատքով։ Շատ անգամ հավատացյալներս սխալ կմեկնաբանենք, սխալ կբացատրենք եւ նույնիսկ սխալ գաղութենք եւ դիրոջ կսենք դեր հավատքը զորացուր, դերոջ կսենք դեր ինձիալ իշխանություն դուր եւ ունինք դարբեր վերը մարեցեք ցայնս միան վարը թող մնա աջիս միշտ մարած թող մնա վերը իմ ցայնս դերոջ կսենք դարբեր դեսագի բաներ հայտնելու համար որ մեզի զորացնե որովհետև մենք մեզի դգար գսկանք որ մենք չունենք գսկանք որ բամը բագաս է մեր կյանքի մեջ եւ մենք լավ մղումով լավ նպատակով կուզենք բայց սխալ մոդեցումով սխալ ցևով բայց մեր կյանքերեն ներս իշխանությունը գա արդեն կսե բոլոր անոնք որոնք ընդունեցին Հիսուսը եւ հավատացին անոր անոնց իշխանություն դրվեցավ Աստծո որդիները լալու հետեւաբար մենք իշխանություն ունենք մենք պետք չունենք իշխանության մենք պետք ունենք իշխանությունը կորձածելու ցևը հասկանալ եւ ըմբռնել հետեւաբար իշխանությունը մեր մեջն է եթե մեկը ասե որ ես իշխանություն չունիմ համոզված գարձես ինքը ասե որ ես որդի չեմ դագավին հոգին չեմ ստացած դագավին չեմ փրկված որովհետև քու իշխանությունը ուղղագիորեն տուն զգաս կամ ոչ գապված է Հիսուսը ընդունելու հետ բայց այդ իշխանությունը քու մեջ է դուրս գել է հավատքի միջոցով Տուն չես կնար շատ խնդրել, տուն չես կնար զգացումներդ գախյալ ապրիլ, զգացումներդ չեն որոշեր, տուն ինչ ունիս եւ ինչ չունիս, Աստծո խոսքը գորոշե։ Եթե Աստծո խոսքը գսե տուն ունիս, տուն քեզի պիտի մարզես այդ իր ըսածը դուրս հանելու, մինչեւ որ անցդ հասկանա ըմբռնե փորձառություն ցերկ բերե ներսեն դուրս, թե տուն ունիս։ Անգևերջ ամեն ինչ բարձ գլա։ Եվ ճիշտ այսպես է մեր առօրյայի մեջ շատ անգամ մենք բաներ կսորվենք եւ կգարձենք որովհետեւ սորված ենք պիտի կարենանք անել ես լեցուն բաներ կյանքիս մեջ սորվելես իդ գարձած եմ բիտնեմ շատ անգամ մարդիկ ուսում գառնեն եւ գերտան կորձերու կմտնեն եւ կնկատեն որ այո գիտելիքը ունի բայց մադին ջգունությունը չունի կամ գիտությունը գունենա դարբեր տեսակ բաներու բայց անիգա գիրարելու միջոցը չունի գզկա որ օրինակ ես շադոնց երբ մարզանք կնեի գսկայ շատ ավելի ջգուներ մարմինս ժամանակ մարզանքը ցկել է իդ վերը երբ վերադարձա սկացի ես գիտեմ այս բանը գրնամնել բայց մարմինս հետս չէ ադիգա անելու որովհետև այլևս նույն ցևով չի շարժիր սո գիտակցությունս միշտ չոքներ իրականությունը տեսնելու Ես պետք ունիմ Աստծո խոսքին մեջ մարզված լալու անգախ պայմանները, անգախ շուրջի իրականությունները ինձի ինչ կսեն։ Հետևաբար ես եթե որդի եմ, իշխանություն ունիմ իմ մեջս, եւ ես այդ իշխանությունը պետք է կործածեմ, ինչպես ոչ տեսությամբ, հապա հավատքով։ Երբ ես կկործածեմ հավատքով, ես կհաղթեմ դժվարության, ինչպես այլևս ես գորոշեմ իմ հավատքիս աղբյուրեն ուր զորությունը կգտնվի դուրս բերել իրականությունը եւ ոչ թե սնունդ առնել միտքերեն, ճնշումներեն, նեղութենեն, դգարութենեն, չգայութենեն եւ այլն։ Հետեւաբար մենք պետք է մեր մեջ գտնվող հավատքը կործածել։ Իսկ հավատքը կործածելու, կործի վերածելու ամենալավ փորձառություն ցերկ բերելու միջոցը այն է, որ մենք շարունակ մեր հավատացածը կործի տնենք, մինչև որ մեր հավատացածը կործի թրած ադենիս, այլևս մեր երկմտությունը, մեր գասկածը, մեր դգարությունը ցայն չունենա։ Միակ ցայնը եւ իմ հավատքս իրարու հետ միասին մեկ եղածը լան առանց երկմտության որևէ աստեցության գարենամ դուրս բերել պիտի նկատեմ այն ադեմ որ իմ կյանքս զգացումներս եւ ինձի հետ բադահած հավատացած բաներս շատ ավելի դարբեր ցևով իրականության գվերածվին մենք կանչած ենք սիրելիներ նմանելու Քրիստոսին որ մեր ներսիտին է կանչված ենք իրեն նմանելու եւ գուզեմ այս մեկը գիտնաս ոչ այդ նմանության մասին սխալ եւ գրոնական համոզումներ որտեքրելու։ Մենք չենք կանչված, որ
այդ մասին, այդ նմանության մասին գրոնական համոզումներ ձեռք բերենք։ Աստված մեզ այսպես հրավ, այսպես մեզ այնպես հրավ, նո մենք կանչված ենք իրեն նմանելու, ինք ինչ հրավ, մենք իրեն պես ընելու ամեն բաժինի մեջ։ Ոչ միայն կյանք ապրելու մեջ, հապա նաև հրաշքներ ունենալու մեջ, հապա նաև սքանչելիքներ ունենալու մեջ։ Անշուշտ իր Սուրբ Հոգին մեզ գարաչնորդ է ունենալու եւ ոչ թե մեր ցանկությունները, բայց մենք կանչված ենք իրեն նմանելու, ոչ գրոնական համոզումներ որդեգրելու, ինչպես շատերը իրենց առօրյայի մեջ ցերկ բերած կլան։ Կուզեմ քեզի այդ բաժնեկցիլ Մատթեոս 8-րդ գլուխ 14-րդ եւ 15-րդ համարներեն։ Աբա Հիսուս եկավ Պետրոսի դունը եւ դեսավ։ Կովդ նշանակե եւ կովինիտ ասե Հիսուս դեսավ։ Որ անոր զոկանչը հիվանդ բարգած էր դակության պատճառով։ Հիսուս բռնեց անոր ցերքեն եւ դակությունը անցավ։ Անիգա ոտքի ելելով սկսավ սպասարկել իրեն։ Գեղեցիկ է, գսե Հիսուս դեսավ։ Եթե այսպես բահ մարնենք դեսավին վրա, ոչ ոք իրեն ասավ, որ զոկանչը հիվանդ է։ Հավանաբար մարդիկ մորցան անգամ, Հիսուս իրենց դունին մեջն է, մորցան անգամ, որ ներսը դունին հոգ դանող այս զոկանչը դակություն ունի, դակության պատճառով այդքան ծանր է վրան, որ ինք բարգած է, քնացած է, մեկը չսավ, ուրիշ բաներով թերևս սպահված էին, ոչ ալ մեկը սավ որ անոր համար աղոտ կնենք, թերևս կարևոր չէի նկատած անգամ, բայց Աստվածաշունչը գսե Հիսուս դեսավ, որ հիվանդ բարգած էր, ձուլուտենեն չեր բարգած, քիչ մահանքիստենելու չեր բարգած, Հիսուս դեսավ, նկատեց, որ դակության պատճառով այս գինը քնացած էր, եւ ես կուզեմ քու ուշադրությանը հանցնել, որ տուն դեսնես ինչքան պատրաստակամություն կար Հիսուսի մեջ եւ Հիսուս ներքնաբես ինչպես գմղվեր երբ մարդոց կհանդիպեր քաղաքներում մեջ կքալեր ինքը հոգեվոր աղբյուր մներ եւ իր հոգեվոր աղբյուրեն գնայեր իր չորս կողմը շարունակ իր կորձին համացայն փնդրդուքի մեջ էր, ինք ինչ կրնա դալ, ինք ինչպես կրնա ծարայել, ինք ինչպես կրնա հոր գամքը ընել, իր նայվածքը այլևս այդպես չէր, հիմա չորս կողմնայից կդեսնես հակուստը, կդեսնես քույնը, կդեսնես ակնոցը, կդեսնես մազը, կդեսնես վարմունքը, լեցում բաներ կան, որ քեզի կրավեն, եւ անոնք կրնան քեզի ասել, աս ինչ տեսակ հակերը, աս ինչ տեսակ մազ է, աս ակնոցը իրեն շատ չէ վայելած, աս մազին քույնը լավ չէ եղած, լեցում բաներ կա։ Հիսուս երբ իր չորս կողմը գնայր իր մեջ ինչ կուզե եւ ին գարդահայտվեր գփնդրեր եւ գներ այն ինչ որ հոր գամքը կուզե ադորամար Աստվածաշունչը գսե Հիսուս գսե որ ես ոչինչ կնեմ բացի այն ինչ որ գտեսնեմ հայրը գնե ոչ մեկ բան գխոսիմ բացի այն ինչ որ իմ հայրս կխոսի հետեւաբար ասիկա մեզի թասմն է որ մենք իբրև հավատացյալներ երբ կուզենք մեր մեջի իշխանությունը հանել արդյոք կուզենք մեր բարիքին համար բժշկություն մառնել ոչ թե մենք գծարայենք այդ մեր մեջ գտնվող ինքնության մեր հավատքով հետեւաբար շատ կարեւոր է որ մեր նայվածքը փոխենք մեր չորս կողմ լեցում բաներ կան որ մեր ուշադրությունը կքրավեն մենք կուզենք քրավիլ անոնց մե ես չեմ ուզեր քրավիլ քանի օքի չուզեր քրավիլ որոշում մի գայացնես չես կնարսել ասոր հանեցեք արչևես որովհետև ինձի կխանգարե անոր վերցուցեք արչևես որովհետև իմ աչքերուս նեղություն կուտա չես կնար ամբողջ աշխարհը վերցնել Գրնաս գարկմը դեղերետուն քեզի զրգել, գարկմը դեղերետուն հերանալ, որբեսի անոնք քեզի կայթակություն չլան, քեզի չշփոթեցնեն եւ չնեղեն, բայց ես կնար ամբողջ աշխարհը վերցնել, որովհետեւ դու հոգեվոր կյանք պիտի ապրիս։ Սկզբունքը հիմա այդպես չէ, հիմա այդպես է, որ դուք աշխարհի մեջ պիտի ապրիք, բայց Աստված ցեզի պիտի բահե այս աշխարհի մեջ, աշխարհի չարութենեն, Սուրբ Հոգին պիտի կա եւ ցեզ ցանկություններով ապրելեն պիտի թատրեցնե, որովհետեւ իր տեսակետով ապրիք։ Հետեւաբար մենք աշխարհի մեջ իր մով քալելու գետրոնացումը պետք է զորացնենք։ Հետեւաբար մենք կտեսնենք Հիսուս երբ կքալեր այսպես արույցի պես որ որս կփնդրե, ինքը գնայր որ իր մեջինը ինչ կուզե անել չորս կողմին եւ իր գետրոնացումը ուշադրությունը կտեսնես ընդհանրապես դարբեր էր
մարդոցմե, իր թադողությունը դարբեր էր մարդոցմե, իր ողորմությունը դարբեր էր մարդոցմե, նույնիսկ գրոնականեն եւ նույնիսկ օրենքի մոսեսական օրենքի մեջ ապրող եւ գիրառող քահանաներեն եւ ղեկավարներ են, բոլորեն դարբեր էր, որովհետեւ իր մեջինը գարդահայտեր թեբիտուս, սա կնշանակի ասիկա գոչմն է, որ մենք թեբի ներսի երթանք, ներսեն դուրսը ապրենք այնպես ինչպես պետք է։ Ուրեմն Հիսուս կտեսնե չարչարանքը։ Եվ եթե դու մեջով նայես, պիտի տեսնես չարչարանքը։ Անպայմանորեն խնդրելու գարիկը չկար Հիսուսեն, Հիսուս կրնար տեսնել։ Ուրեմն դու պիտի ունենաս կարողությունը տեսնելու համար։ Եվ անագնկալ չէ, որ օրը տեսնես, որ մեկու մեջ թև կա։ Դու միշտ պիտի կարենաս տեսնել, որ մեկու մեջ թև կա։ Որովհետև եթե հոգին կմղեկես, բնականաբար հոգին քեզի պիտի հայտնե, ինչպես աչքերդ կտեսնեն գարմիրը, գաբույտը, թեղինը, սրճակույնը եւ այլն, քո հոգեվոր աչքերդ պիտի տեսնեն հոգեվոր աշխարհի մեջ եղող կարևոր պետքերը, որոնց մեկը թիվային ուժերուն աշխատանքները տեսնել են։ Որովհետև մեզի ըսված է, որ մեր պատերազմը, որ ամեն օր պիտի պատերազմենք, ամեն վարքյան պիտի պատերազմենք, ուր որ գտնվենք, ինչ վիճակի մեջ որ լանք, այս աշխարհի թեմ չէ, արյունի եւ մարմինի թեմ չէ, ապա այս աշխարհին վրա դիրող ոգեղեն բեդություններուն թեմ է, որոնք անդեսանելի են, որոնք մարդկային վարմունքին յետին կգտնվին եւ գագնգալվի, որ մենք տեսնենք ադոնք։ Հետևաբար ես գուզեմ տեսնել անոնք։ Okay, աչքով չի տեսնես, հոգիով տեսնես, պետք է մեջեն տեսնես։ Նայր ամեն ինչ մեջեն գուկա եւ ոչ թե միայն դուրսեն գիտությունով։ Ասիկա գարդացոլացնե Հիսուսին ուշադրությունը ցավին նկատմամբ, նույնիսկ երբ ոչ ոք օգնություն կխնդրե։ Այս նույնը կխոսեի գարցեմ Ամերիկային կխոսեի այս նույնը եւ այս նույնին վերջավորության դերը մեկ բժշկություն հրավ։ Գիտեք ով էր բժշկությունը հայտնելու համար որ նամակն է, նամակը ճիշտ է կամ նամակը իր գամքին համաձայն է, բժշկությունը հրավ բզիկ աղջիկի մագանչը, որ ցավ ուներ եւ ինքը չէր խնդրած ցույց տալու համար որ Հիսուսին կտեսնե։ Եվ այդ բզդիկը բժշկվեցավ եւ իր ցավը իր մեկնած եւ երբ մայրը եկավ իրեն հարցուց բզդիկը սավոր քնած ցավը արդունեի քիչ առաջ ունեի հիմա չունիմ եւ մորը հետ ելավ է վկայություն տվավ հաստատելու համար որ ինքը կտեսնե։ Մենք շատ անգամ այդպես գաղութենք որ կարծես ինք չի տեսներ, կարծես ինք չի տեսներ, ինք չզգար, ինք չի գիտեր եւ մենք ուքանք իրեն ասելու է մանրամասնություն կտանք իրեն։ Գագնգալենք մանրամասնություններով ինքը հասկնա մեզի, բայց վերջը կնկատենք որ նորեն չարինք։ Քանի օքի ունեցեր այս վիճակը Հիսուս կտեսնե։ Քու գետրոնացումը Հիսուսին համոզել թող չլա, քու գետրոնացումը Հիսուսին հայտնել թող չլա, քու գետրոնացումը թող այդպես չլա, որ դու իրեն խելք դվողը լաս, իրեն կարողություններում մեջ իրեն կարողություն դվողը լաս, առաջնորդություն դվողը լաս, այդ բաները որ ինք ունի եւ չսպասեր որ դու իրեն դաս, մի աղոթեր ադոնց համացայն։ Կդիր աղոթքը, որ իրավես քու պետքիդ մեջ դու իրեն կվստահիս եւ այդ վստահության համաձայն հրճագումները գնես ըստ հոգին քեզի դված առաջնորդության լա քո անցիդ համար լա ծառայության ընթացքին քու 4 կողմիդ համար այս քիձեն դուրս մի ելեր Հիսուսին գետրոնացումը մարդը ամբողջ դարձնել է խաչին վրա մերած բահեն 5 դագարանի բոլոր մեջբերումներ են եւ նոր դագարանի բոլոր հայտնված նպատակներում մեջը Անգետ կտեսնենք կսե Հիսուս եկավ, տեսավ գինը, տեսավ իրեն եւ անգևերջ մոտեցավ անոր ցերկեն բռնեց։ Ցերկեն բռնելը մեղմ եւ անձնական մոտեցում էր։ Գուզեմ գիտնաս որ հրյական մշակույթին մեջ կալով այսպես գնոճը ցերկեն բռնել արդոնված չէ։ Մանավանդ Եվ ավելի, երբ գինը հիվանդ է, որովհետև հրյաները այդպես կհավատան, որ գարկմը հիվանդություններ կամ արյան հետ կապված խնդիրներ, եւ որ դու ադոր թփչիս, անոր անգողինին թփչիս, դու աղդոտ կնկատվիս եւ չես կնար այնադեն 7 օր դաջար երթալ, բեկե մակրվելու պետքեր անես։ Հիսուս եւ որ մոտեցավ գսե ցերկեն բռնեց։ Դեսեք Հիսուս զիջումներ չներ, Սուրբ Օքին սխալ բաներու հաշիվներ չի դար, ինքը իր կորձը ընելու գուքա։ Եվ Հիսուս երբ մոտեցավ, այդ գինը
ասենք գինի արժանապատվությունը նախ եւ առաջ ինք ոտքի հանեց։ Ասավ եթե դու բնականորեն արյան հետ կապված բան ունենաս, դու անարժան չես կրնալ Աստծո աչքին առջև։ Եվ քնած մոդեցավ եւ ցերկեն բռնեց։ Եվ ցերկեն բռներով այդ գնոջ մոդիգություն ցույց տվավ, մդերմություն ցույց տվավ, արժանապատվությունը վերադարձուց։ Ուրեմն Հիսուս գգոդրե ընկերային մշակութային արգելքները եւ սիրտին հանգիստ կբերե։ Սիրտին հանգիստ կուտա, անձը կհանգստացնե եւ կխաղաղեցնե։ Արդյոք դու կան գրոնական մշակութային սովորություններ, որ գաբրիս։ Հավատացյալներ կան, ես կտեսնեմ, այո, լեզուներ կխոսին, բայց լեզուներու կողքին իրենց առօրյան գրոնական եւ մշակութային գաբանքներու դակ գաբրին։ Չեն գրնար անել փամը առանց այդ գրոնականին եւ գրոնականով կմոդենան։ Հիսուս երբ պիտի կործե, պիտի գոդրե այդ մեկը։ Օրինակի համար հավատացյալները երբ դարձիկան, երբ Սուրբ Օքին իրենց վրա կա եւ իրենք մանավանդ եթե իրենց յետին գրոնական ուսուցումներ ունեցած են քիչ մը ավանտական, քիչ մը փակ, գտեսեն Սուրբ Օքին երբ իրեն վրա կա ինք ամեն չանք կնե, որ Սուրբ Օքին իր մեջ աշխատած ինքը չարդահայտե։ Վերջի գաղութը գսե որ գուզեմ օրտնվիլ եւ երբ Սուրբ Օքին իր մեջ աշխատի ինքը գամչնա, ինչու գամչնա, որովհետեւ սխալ բաներ սորված է, մշակույթը աստվածաշնչականը չէ սորվեցուցած։ Նկատի չառն էր որ Սուրբ Օքին եթե այս զգացումը քեզի գուտա ինքը գիտե ինչ պիտի լա քեզի հետ։ Բողոսին քրդին կոց հակուսները եւ Թաշկինագը կորձի կորձացված կդանեին եւ մարդիկ կբժշկվեին եւ թևերը կփախչեին։ Պետրոսին շուկեն մարդիկ կբժշկվեին։ Կուվել վրատ կանե որ բնականաբար հավանաբար թողած ցկե ազատ եղիր։ Թող մարդիկ ինչ ուզեն ասեն կարևորը դու հանգիստդ գտնես դեր եկերեքեզի ազատելու։ Մի զսպերտուն քեզի։ Հիմա ինչ պիտեսեն, եթե լեզու խոսին մարդիկ ինչ պիտեսեն, ինչ կուզեն թողոսեն, լավ որ դու դեղի մեջ չես ուր լեզուները արգելված են խոսիլ։ Մեր դողացում մեկը արիտով մի եկեղեցի մեջ էր եւ հանգարց կուզեր այդ եկեղեցի մեջը ճաշտել, որովհետեւ գերեւի ներշնչվեցավ ցերկերը վերավ եւ եկան իրենսին ցերկերը իջեցուր այլևս հաջիս մեր կողմի կար, որովհետեւ ցերկերը վեր հանելու իրավունք չուներ ինքը։ Կրնակ Երևակայել գրոնականը, երբ ասմարտը հավատքով գուզեր զաստված ճաշտել, իրենք արգելք տեսան եւ Աստվածաշունչը լեցուն է ցերկերը բարձրացուրի հետ Աստծո արչեւ երբ կենաս։ Արդյոք որ մեկ մշակութային գրոնական Դեսագեդը համոզումը այսօր գաբած է քեզ, որ մետուն արցակվելու պետք ունիս, նորեն ներսդ պիտի երտաս, ներսիդ մտիկ պիտի դնես։ Աստծո խոսքը երբ կարդաս, նախքան արդոնես, որ միտքդ մեկնաբանություն դա, նույնիսկ եթե դու 100 անգամ կարդացած ես այդ համարը, մեկ հատ քնա ներսդ լսե այսօրվա համար այդ համարը քեզ ինչպես կթարգմանե։ Այսօրվա համար։ Այսօր արդու կարդայի եւ կարդացած ադենս այսպես ներշնչումս հետևյալ բաժինին մեջ էր, որ արդյոք Հիսուս քանի ժամ աղոթեց, կացի եւ բրբդեցի, դեսա մոտավորապես 9-12 ժամ աղոթեր է Հիսուս։ Եվ երբ աղոթած է, գիտեք, 5000-ը գերագրել են յետք, աշակերտները ղրգեր է եւ ինք ելեր է 9-12 ժամ աղոթեր է։ Շատ զարմանալի է, այդքան ուրախ բահմը, բայց ինքը աղոթելու կացեր է, որովհետև ինքը իր մարմինին եւ զգացումներուն լսող անձն չէր, ինքը իր հոգեվոր բետքին համացան շարժող էր եւ լուրջ վտանգ տեսած է հավանաբար անգե իդ, որ 9-12 ժամ աղոթեր եւ առանց քիշերը բարգելու վերջը նկատեր է, որ աշակերտները լիջի մեջ փոթորիկ են բռնված են եւ կացած է ճուրերուն վրայեն մոտ 6 կիլոմետր քալելով Հիմա գրնալալ հրաշքով կալած է, գրնալալ ուղագի կալած է, աշակերտներուն կով կացած է ճուրին վրայեն մոտ 6 կիլոմետր և աշակերտներուն փոթորիկեն ազատելու համար նոր թասմը դված է իրենց։ Հոգիեն առաջնորդվիլը դարբեր է, ներսեն առաջնորդվիլը դարբեր է, միշտ նայինք, որ դերը մեզի ուղե մեր ճամփորդության ընթացքին։ Անգե յետքը գտեսնենք, որ Աստվածաշունչի մեջ կսե, որ դերը անոր ցերկեն բռնեց եւ դակությունը ցկեց։ Ղուկաս ավետարանի մեջ երբ կարդանք, այսպես ավելորդ բաժին մը գա, ուր գսե
դերը սաստեց չերմությունը։ Այսինքն ցերկեն բռնեց, վերջը խոսեցավ դակության հետ։ Սաստեց զինքը, վրընդեց մարմինին մեջ են։ Ասիկա կարևոր եղելություն մնե, որ կարևոր է մենք նկատի առնենք, ցույց կտա, որ ինք հիվանդությունը կնկատե փամը, որ պետք է թեմ տնելանոր։ Թեմ տնելանոր, ինքը թեմ դրավ այդ հիվանդության, որ մարմինի մեջն էր, երբ բռնեց իր դեսագետը մտցուց Սուրբ Հոգիով բժշկություն հրճագեց եւ վրընդեց այն ինչ որ ներսը արգելք կար։ Ուրեմն հիվանդությունը ինքը Աստծո ստեղծագործության մեջ օդար բան սեբեց։ Վրընդեց մարմինին մեջ են ադիգա եւ Աստծո մաքուր ստեղծագործությունը այսօր պետք է մեր կյանքերեն ներս երևի։ Հռոմայացիս 8:11-ի մեջ կսե եթե Սուրբ Հոգին քու մեջը դե, Սուրբ Հոգին քու կյանքիդ մեջ պիտի փերե իր գենթանությունը եւ մահկանացու մարմինը պիտի գենթանացնե, պիտի բժշկե։ Իր ներկայությունը ադիգա պիտի փերե եւ ադիգա գուզե։ Կարևոր չէ ես ինչքան ուշ պիտի դառնեմ, ինչքան չեմ զգար, եթե Աստծո խոսքը սերը պետք է անոր բռնված մնամ։ Պետք է բռնված մնաս ադոր եւ ամբողջ օրը ոչ թե այդ մասին մտածես, մտածելը քեզի օգուտ չդար, մտածելը նորեն քեզի գցկե, որ դու հուսահատ լաս։ Միտքդ չի գրնար ստեղծել այն վստահությունը, այն հավատքի համարձակությունը, որ հոգիդ մեջ են եկածը պիտի ստեղծե։ Անորոմար երբ որ փամը գա չլար, անպայման պետք է նայես, որ լրության մեջ երթաս եւ դերոջ ցայնը լսես, քուներսեդ ինչ կսե այդ մասին։ Անգետ կսե անիգա ոտքի ելավ, գինը զոկանչը ոտքի ելավ եւ սկսավ սպասարկել իրեն։ Երբ Հիսուս կբժշկե, կվերադարձնե անձը վիճակի մեջ, ուր անձը Աստծո ծառայելու կսկսի, իր բնականը կգտնե եւ բժշկությունը կարեւոր է մեր կյանքերեն ներսիսկական նպատակին ծառայեն։ Շատ անգամ մարդիկ կան կբժշկվին եւ կամճնան վկայություն տալու։ Ինչվից են մարդիկ։ Շատ անգամ մարդիկ բժշկված են եւ չեն ուզած վկայություն տալ։ Լուրջ դերը իրենց մեծ օրհնություն հրած է իրենց կյանքի մեջ, չեն ուզած վկայություն տալ։ Հիմա այդ ասել չէ, վկայես նախքան ստուգես, ոչ, ստուգես կվկայե, բայց երբ դու չես ուզեր վկայություն տալ եւ կամճնաս որ մարդիկ ինչ պիտի ասեն, դու ընդհանրապես գանդեսես նույնիսկ այդ եղած բժշկությունը, որ քեզի հետ կդարվեցավ։ Եվ պատկերն է, որ Տեր Հիսուս ինչպես կբարձրացնե մարդը, երբ եկավ դեսավ գնոջ բարգած էր, ծառայությունը չեր ուներ, իր պետքերը չեր գրնար հոգալ, ընտանիքին հետ կապակցաբար պետքերը չեր ուներ, ոչ միայն զինք ազատագրեց բարգելեն, ազատագրեց իրեն բոլոր կյանքի բաժիններու մեջ, ֆիզիկական հիվանդությունը, արժանապատվության հետ կապված հարցը, ծառայելու հետ կապված հարցը, ամեն ինչ որ գեցած էր, սարած էր, ինքը արթնցուց։ Ես միշտ ասած եմ, որ եկեղեցիներն երբ մարդիկ կտեսնես Սուրբ Հոգին օծության տակ գաբրին, կազանի պես ծառայություն կփնտրեն։ Նույն այդ անցիկը, թող որ օծութենեն բաքսին, ծառայութենեն փախչիլ կփնտրեն։ Բեք չունին ամճնալու, ասիկա իրականություն է, ինձիալ քեզիալ։ Բոլոր անոնք, որոնք օծության տակ են, ծառայել գուզեն։ Բոլոր անոնց կյանքի մեջ ուր օծությունը բաքսեցավ, ծառայել են փախուստ տալ գուզեն, բայց փախուստի համար պատճառաբանություն կգտնեն շատ անգամ, հավանաբար նույն բաները ավելիով կրնան ունենալ օծության տակ եղած ադենին, բայց իրենց վրա չաստեր։ Հետևաբար շատ կարևոր է, որ մենք դերոջ կողմե եղած հբումը ճիշտ հասկանանք, ճիշտ ըմբռնենք, իր առաջնորդության մեջ կենանք, որևէ ադեմ բան չառնենք եւ ուրախանանք, օ բժշկվեցանք, վերջ։ Նայենք նույնիսկ երբ բժշկվեցանք, դերոջ նամակը ինչ է մեզի։ Ինչու բժշկեց ինձի։ Ինչու ինձի բժշկեց, քովինից չբժշկեց։ Ինչու ինձի բժշկեց, ուրիշ լեցուն նույն հիվանդություն ունեցողներուն չբժշկեց։ Ինչու։ Ինչ էր նամակը։ Ես ավելի լավ եմ մույսներեմ, ոչ իր աչքին։ Անպայման նամակ կա։ Տերևս դերը քեզի ըրավ, որբեսի նամակը հասկանաս քովինիդ վրա էլ տուն ցեր կտնես բժշկես։ Ով որ ինձի կհավատա, ցերկը պիտի տնե եւ անոր միջոցով բժշկություններ պիտի լան, թևերը պիտի փախչին։ Միան եթե ինձի կհավատան գսե։ Այս շաբաթ քանի հոգի վրա ցերկ դրիր Հիսուսին հավատալով աղոթեցիր։ Քանի հոգի վրա։ Չեմ գիտեր,
եթե դրիր անգամ։ Հիսուս կսե բոլոր եթե ինձի հավատան, բոլոր անոնք որոնք ինձի կհավատան, ցերկ պիտի տնեն մարդոց վրա, բժշկեն։ Հետևաբար եթե դու կհավատաս Հիսուսին, արդահայտ է։ Արդահայտ է։ Աղոթած ադենը մի մտածեր, պիտի ըլլա, պիտի չլա Հիսուս պիտի նեբի, ադիգա միտքիդ հետ կապված է։ Հոն հավանություն չես գտներ, հոն համարձակություն չես գտներ, հոն գասկած վախ, երկմտություն, ամեն ինչ գունենաս, հոն որ գունենաս արդեն։ Եվ ամեն մարդ պիտի ունենան, ես ալ թունալ, մեր կորձը վարեն լսել է, այս բահուն, որ ես գաղոթեմ, դիրոջ գամքի ինչ է։ Միան իր գամքը հասկացիր, բավարար է արդեն, բավարար է արդեն։ Հետևաբար, նաև որ քո հավատքդ կործածես, եթե դերը քեզի փամն է, հբում մտա, օծություն ունենաս, այսօր ինչ լավ էր օծությունը չէ, ինչ նամակ կար օծության յետին։ Եվ նամակը ինչ ծևի նամակը լա, այս աշխարհի մեջ գտնվող խեղճ մարդոց հասնիլ է։ Դու քեզի պետք է հասկանաս, ըմբռնես, որ Հիսուսին հետ քալելու մեջ դու Հիսուսին պես արդահայտվելու կանչված ես։ Իր մով իրեն նմանելով նույնը անելու, որովհետև նույն հոգին մեր մեջն է։ Հիմա ինք մեր ներսիտին է, ինք դարբեր պիտի չի շարժի, երեք, այսօր եւ հավիտյան նույնն է գսե։ Եվ եթե Սուրբ Հոգիով քու ներսիտին է, ինքը նոր ցև պիտի չառնե արդահայտվելու։ Իր դեսագետը նույնն է։ Գիտեք, նոր գդագարանի մեջ կնկատեն գարկ մտեղեր, որ փարիսեցիները, սատուկեցիները մարդ փերած են, հիվանդ մարդ փերած են Հիսուսը փորձելու համար, որ հիմա թող բժշկե այսօր սելիք ունենանք իր վրան։ Եվ բժշկած է Հիսուս։ Իրենց գրոնական դխմարութենեն չէին գրնար դեսնել, որ Հիսուս հրաշք կնե։ Մենք գրոնական մեր դեսագետը կբարձենք, կբարդատրենք և կոհունակություն կունենանք։ Հիսուս թշնամի շահելով դագավին բժշկություն կներ, որովհետև իր մեջի գործը այդ էր։ Մյուսները գրոնականեն մղված գուզեին պատճառ գտնել, որ այ բանեն Հիսուսը, բայց ինք գներ։ Գիտեր, որ փերած է մարդը իրեն թադելու համար, իրեն մեղադրելու համար, բայց դակավին գներ։ Քու չորս կողմդ գտնվողները քեզի պետք ունին։ Մի ամճնար, մի վախնար։ Առաջարկե հրամանար, գարդոնես սաղոթեմ, ես գավատամ դերը կբժշկե։ Մի մտածեր, ցկե ինքը թող մտածե, դերոջ կորձն է ադիգա, տուն ցերկը տնելով իր անունով հրճագել է, իր կորձն է, եթե ինքը պիտի բժշկե։ Տուն իրեն վստահ է, գասկածներուտ մի դար, այդ գասկածներու, վախերու, երկմտության, եղավի, չեղավի, ալիքներու մեջ մի ցկեր տուն քեզի։ Քնա իր ընելիքին վստահ է, թող ինքը շարժի։ Եվ տուն մարզվե, տուն աճե, տուն զարգացիր, տուն զորացիր։ Հետևաբար սիրելիներ, եկ այսօր այդ գիտակցությամբ կենանք, որ դերը կտեսնե մեր պայմանները, գիտե մեր վիճակը։ Եվ այսօր ոչ միայն ինքը սենյակեն ներս մտնելով պիտի այցելություն դա մեզի, ֆիզիկապես այսինքն, հապա ինք մեր ներսիտին է։ Մեր ներսիտին գտնվող հավատքին միջոցով ինքը չափ սահման չունի մեր կյանքերեն ներս գադարելիքին համար։ Ամեն բան կարելի է ընե ինքը։ Ամեն բան։ Առանց բացառության։ Ամեն։